Avak şaptı vameçnik, avak yerek şaptı. Amen mi or mezza aveli modet nume hatta uçragan yerek orerin yavaşuş kıskısent mer antibumam işbes amenankam ahotkov mikani bergan mekmez ahotki asızan nergaytiyan meçketenenk yevedo kıskısenk annori ortvoy vakuin sırpamen Yasin Aymer Burerginesias. Surp Yeretsianunko. Egesa Arkaitunko. Yeretsingamko. Orbes Ergines Evergreen. Is has merhana bazort. Durmez aysor. Ev tomes bardismer. Orbes yemek dong merots bardabanat. Ev midaniriz mezi portutun. Alpurgaz mecare. Ziko Arkaitun. Yezorutun yev parkavidyanız. Amen. Takui Chautyan. Ahotya Միշկը սիրեմ սկսել հարցումներով, ուրեմն ինչ հարցում ունեք։ Բարի երեկո Հայր Անտոն։ Բարի երեկո։ Մատթեոսի 27-րդ գլխում գրված է. Ննջեցյալ սրբերի բազում մարմիններ հարություն առան ու նրա հարությունից հետո գերեզմաններից ելնելով մտան Սուրբ քաղաքը եւ շատերին երևացին։ Այս մասը ինձ թվում է թե իրականում չի եղել։ Չի եղել, ինչու է ձև ինձ թվում, որովհետեւ շատ մեծ դեպք է, եթե ձև լիներ ու Երուսաղեմում բազում մարդկանց հանդիպեի, այդ դեպքը չպետք է այդքան հպանցիկ ձևով լիներ։ Պիտի որ մի քիչ ավելի պայծառորեն ներկայացվեր։ Ինչու է այդքան թույլ ձևով գրված, եթե այդպիսի մեծ բան է եղել։ Երկու հազար տարի հետո մենք վայվեց ձևով չենք կարող երևակայել ինչ երկացությունը Երուսաղեմի այդ օրերին։ Ջոսեֆուս անունով մի հրյա պատմապան, որ բավական կրած է, նաև Հիսուսին մասին երկրություններու մեջը հիշում է, ուրեմն Հիսուսի մահվանից մի քանի տարի հետո է, որ մի դարվա մասին խոսում եմ եւ ասում է, որ այդ տարի, ինչպես մյուս տարիները, 250,000 գար մորտվեց Փասեքի դոնի արիտով։ Օրենքը այն էր, որ անոնք, որ Երուսաղեմից 30 կիլոմետր հեռավորության ապրում էին, չորս կողմը, բարտատիր պետք էին գալ Երուսաղեմ Փասեքը դոնելու։ Եվ նաև փյուրավոր մարդիկ գալիս էին տարբեր երկրներից։ Գալիս էին Երուսաղեմ։ Եվ որ գսես 250,000 կար, հաշիվ անում են, որ միջին հաշվով ամեն 10 հոգի մի կար ուտում է։ Ուրեմն 2.5 միլիոն։ Հաշիվ արեք 2.5 միլիոն ժողովուրդ լինի Երևանի մեջ, Գյումրիի մեջ, ու մի հիմա մեր այս բարձ քաղաքներից չասենք բանდა Նյու Յորք կամ Փարիզ, որովհետև այո իրենք շատ ավելի մեծ են, բայց այդ ժամանակվա 2.5 միլիոն
եւ բանտոկներ չկար, հյուրանոցներ չկար, ինչեր չկար։ Եվ այդ ամեն ամփոխի մեջ եթե ասենք որ մի քանի 100 հոգի հարություն արավ Երևացին եւ վերջ անհետացան, քանի հոգին տեսավ, Այսինքն քանի հոգին երևացին եւ անհայտացան, թե երևացին, ապրեցին, հետո մեռան։ չէ, չաբրեցին, չէ, չաբրեցին։ Հասկանալի է հիմա։ Թե չէ, պատկերացնում եմ, գնում են ամենքն իրենց ցեղի մեջ, իրենցից պատմում են։ Այդ մի տեսակ մեծ ֆիլմ է ստացվում։ Այո։ Բայց այդ մեծ ամբողջին մեջը երևնա մի քանի օր կամ նույնիսկ միան մեկ օր եւ անեդանալ սա մեծ արձագանք չի տոնի։ Եվ նաեւ առաքյալներուն հետաքրքրությունը չէր նույնիսկ եթե մի քիչ աղմուկ եղած լիներ, իրենց հետաքրքրությունը չէր, որ ամենու մասին խոսեին։ Միայն Մատթեոսը նշում է, որ տեղի ունեցավ այդպիսի մի բան եւ պետք է մեր մտքին մեջը միշտ ունենանք։ Աստվածաշունչի բոլոր աստվածները ընդունենք որպես ճշմարտություն։ Ոչ թե պիտի նայենք այդ ամենը եւ մեր կասկածներով սկսենք եւ փորձենք փաստել, որ եղած է, այլ պիտի առնենք ամենադժվար հարցը, որ ասում են, որ սա անկարելի է, որ այդպես լիներ, եւ պիտի աշխատենք գտնել մեկնաբանություն, բացատրություն։ Եվ որ այդ ծևով, բանից ես նաև գեշեմ 55 տարի առաջ էր, երբ որ ես կացել էի գեղարանոց, մեր աստվածաշունչի ուսուցիչը ասեց, որ երբ որ աստվածաշունչը կարդում ես, երբ որ հոնդեղ կա 2 կամ 3 տարբեր մեկնաբանություններ, հեշտին մի կնա, ամենադժվարին կնա, եւ այդ դժվարը փորձի հասկանալ։ Եվ ես միշտ այդ ծովով նայած եմ, եւ ոչ թե մարդիկ, որ հեշտ բացատրություններ կուտան, աշխատի հեշտ բացատրություններով ապրել, ոչ, ամենադժվարը։ Եվ ընդունել, որ այո, այդպիսի բան պատահել է։ Ուրիշ հարց։ Շնորհակալություն Հայր Անտոն։ Այդ հարցը միշտ հետ ապրել է։ Բարի երեկո, ես էլ հարց ունեմ Հայր Անտոն։ Հայտնության գրքի վերլուծությունը կամ բացատրությունը որտեղից կարող ենք ճշմարիտ բացատրությունը վերցնել, որովհետև ինչքան շատ եմ կարդում, այնքան ավելի շատ եմ խճճվում ու հասկանում եմ, որ ես ինքնուրույն չեմ կարող հասկանալ։ Լավ, պիտի ասեմ, որ հայերեն լեզվով լավը չի գա։ Լավ մեկնաբանություն չի գա։ Ռուսերեն ես երբեք չեմ գիտեր, ամենից որ չեմ գնաց էսի բամասել։ Բայց նաև ուղղափառ եկեղեցու բացատրություններին ես շատ այնքան բան չեմ։ Այսինքն աստվածաբանական կետնի վրա դերնի խնդիր չունենք, բայց բանը աստվածաշունչի մեկնաբանության վրա շատ դարբեր անգույնեն նայում ենք ամեն ինչը։ Մի բան, որ նույնիսկ կաթողիկները, այսինքն միան վերջերս է, որ այսինքն երկու բան ասեմ, մեկը առաջին 2-3 տարերին հայտնության քիրքը մեկնաբանվում էր մի տեսակ, անգևերջը գեցավ եւ հետո միայն վերջին 60-70 տարիներին է, որ ետ վերադարձան այդ առաջին տարերի մեկնաբանությանը։ Բացատրեմ։ Ինչ որ ցեզանից մեծամասնությունը լսած է, հայտնության քիրքը ապակայի մասին է,
եւ ապակա որ տագնուրայություններ պիտի լինեն ամեն տեսակ խնդիրներ պիտի լինեն պատերազմներ այս է անը բայց Հովանես Արաքյալը Հովանես Ավետարանիչը դա չուներ ինքը իր մտքի մեջը որպես մի բացատրություն իմ ասացաշնչի ուսուցիչներս իրապես չափազանց լավ էին այսպես որ ասում են 55 տարի առաջ եւ ասում էին որ այսօր որքան ապուշություն է որ մեկը մի քիրք քրե 200 տարի վերջվա համար կամ 300 տարի վերջվա համար եւ որ դա գասեմ միշտ կամեն ինձ պիտի ասեք որ ունենք մարգարեությունները ասկի առաջ ասել եմ եւ կսիրեմ կրկնել որ մարգարեները երբ որ մեռան եւ տեսան իրենց ասածի դարողությունը իրենք զարմացան Եսայի մարգարեին մտքեն չեր անցներ որ 700 տարի հետո ասածամայրը գույս երեխա պիտի ունենա եւ պարսիալի զավակ պիտի լինի եւ պիտի լինի Էմանուել դերը մեզ հետ մտքին զարեն չեր անցներ անիկա այնպես որ ինքը չխոսեց հարյուրավոր տարիների հետո ինքը խոսեց իր ժողովրդին իր մարդկանց նաև երբ որ ասում է որ անա գույսը պիտի հղիանա եբրայերեն լեզվում մեջը այդ գույս բառը այնքան էլ հստակ չէ ավելի նշանակում է երիտասարդ աղջիկը երիտասարդ կինը եւ ինքը Եսայի մարգարեն խոսում է այդ ժամանակվա թագավորի մասին, որ նոր ամուսնացած է, նոր կահնստած է եւ ասում է որ գինը պիտի հղիանա եւ որ զավակը ծնի եւ մեծանա դաշնա ինքը խելքը գլուխը չեկած դաշնամիները ամենը պիտի անհետանան բուն բարերս ասիգա է բայց նաեւ ասած այդ ամենը կործածեց եւ ամբողջ աստվածաշունչը այդպես է ծայր մեզի սովորեցնում է ամբողջովին դարբեր բաներ մենք այսօր չափազանց բախտավոր ենք 2000 տարի հետո այդ ամենը ունենք եւ կարողանում ենք տեսնել եւ հասկանալ շիլակցիով ուրեմն երբ որ գկանք եւ գնայինք հայտնության քիրքը հայտնության քիրքը ինչի մասին է այդ ժամանակվա մասին է եւ ոչ ապակայի մասին միայն այդ իմաստով որ հավիտենականություն եւ հավիտենականությունը ժամանակի մեջ գործ չունի ասում է եւ ինքը խոսում է երկնքի տաճարի մասին եւ մենք այդ երկնքի տաճարի մասին տեսնում ենք արարչագործության ժամանակ աշխարհը աստվածաճարն է տեսնում ենք Մովսեսը որ տեսնում է երկնքի մեջ տաճարը եւ Աստված որ իրեն ասում է որ ճիշտ տեսածի պես ըր է եւ հավասիկ հայտնության կերքի մեջը մեզի բացատրվում է թե ինչ է տեսնում այդ 24 ծերերը որ կան այդ 24 ծերերը 12 հրյա ցեղերի գլուխներն են այսինքն Հակոբի զավակները իսկ մյուս 12-ը նոր գդակարանի Հիսուսի առաքյալներն են եւ իրենք ինչ են անում մինչև վերջը
փառաբանում են Աստծուն եւ երկրպագում են եւ ճաշտում են։ Այդ գիրքը բادرակի մասին է։ Կարը, հոնը, մորտված բաճի մերած։ Եվ մինչև վերջը այդ գարը Աստծուն փառաբանում է։ Եվ այդ գարը ինքը դերերու դերն է, թագավորների թագավորն է։ Այդ գարն է, արյուծ չէ, գարն է։ Գարը որ մորտվեց մեր բրգության համար։ Պասեկը Հիսուս որ Պասեկը գերավ իր աշակերտների հետ, բայց անմիջապես նոր Պասեկ ստեղծեց։ Եվ Պասեկի համար պետք է գարը որ մորտվի եւ պետք է նաեւ ուտվի, որովհետեւ Մովսեսի ժամանակեն սկսյալ նրանք ովքեր չի մասնակցեցին այդ գարը մորտելուն եւ ուտելուն, իրենք իրավունք չունեին հрьяաների հետ դուրս գալու Եգիպտոսից։ Ուրեմն ամեն ոք որ տլպատվեց եւ նոր գդակարանի համար տլպատությունը մգրդությունն է, տլպատվեց եւ մորտեց գարը եւ արյունով դանը դուրը նշան դրավ եւ գերավ եւ այդ ուտելը չափազանց կարեւոր էր, անգարելի էր որ մաս կազմեիր առանց ուտելու։ Ուրեմն Հիսուս վերջին ընթրիկը նույն ձևով է, գարը որ պիտի մորտվի ինքն է եւ պիտի ուտվի, արյուններ պիտի խմեն, որովհետեւ նաեւ ինգլակարանին մեջը միշտ կանայբեդը Մովսեսը այդ ինչ որ մորտում էին, այդ կարերը որ մորտում էին, անոր արյունը սրսկում էին ժողովրդի վրա։ Ունգե գերտանք հայդնության կիրկը եւ հոն ուրեմն հավասիկ գարան է եւ այլևս ուդել խմել չի գա։ Հիմա ինչ կա, միություն կա, որ մենք բոլորս քրիստոնյաներս մենք մաս կգազմենք Հիսուսի հարուսյալ մարմնին եւ Հիսուսի հարուսյալ մարմնի ֆուն նպատակը այլևս ուրիշ բան չէ, եթե ոչ պաշտամունքը։ Այդ պաշտամունքը որ Աստված սպասում էր մարդկությունից սկիզբը որ ստեղծեց մարդուն եւ մարդը չկարողացավ անել։ Հիմա մի գդարվի եւ պիտի լինի ժամանակեն դուրս։ Մեզի համար մենք կմտածենք որ կրնալար ասկե 10-20-50 հազար կամ 2-3 միլիոն տարի հետո լինի, բայց տարբերություն չներ։ Աստծո համար այդ ինչ որ 13 միլիարդ տարիներ առաջ տեղի ունեցավ եւ ինչ որ ասկե 100 միլիարդ տարի հետո տեղի պիտի ունենա, Աստծո համար այդ ամենը ներկա է։ Չկա անցյալ, չկա ապառնի, կա միայն ներկա։ Եվ Աստծո քովը, Աստծո այդ հավիտենականության մեջը այդ ամենը տեղի ունեցել են արդեն։ Մեզի համար տեղի պիտի ունենան, բայց Աստծո համար սա հավիտենականություն է տարբեր հարթակ է։ Տեսեք, եթե չեք հասկանալ, պրոբլեմ չի գա։ Միայն աշխատեք ընդունել, մտածել եւ աղոթել Աստծո մասին եւ մի քանի տարի են ավելի եւ ավելի հստականաց իր մտքին մեջը
Այս ամենը, երբ որ ես նորը սկսա գարտալ, մի կարծեք, որ ես սկիզբեն ամեն ինչ կարողացա հասկանալ, չէ, կամաց է, եկեղեցու հայրերը գարտալով է, այսօր մեր մեծ դժբախտությունը այն է, որ 30 տարի Հայաստանի մեջը, որ կաթողիկերները ունին հնարավորություն, բայց ոչ մեկ լուրջ քայլ չառնվեց սովորեցնելու ժողովրդին։ Կրոնագիտությունը ոչ մեկը չի հետաքրքրվեց։ Երբ որ գնայինք, մենք մեր հայ ժողովրդի մասին է խոսքս, երբ որ գնայինք հայ ժողովուրդը Լիբանանի մեջը, Սուրիա մեջը, Իրանի մեջը, ուրեմն հնդեղը դպրոցներ ունենք, եւ այդ դպրոցներուն մեջը շատ բաներ սովորեցին եւ մինչեւ այսօր սովորում են։ Այսօր Սուրիա մեջը դպրոց չունենք, բայց Լիբանանի մեջը ունենք, որքան որ թիվը շատ ավելի բագաս է այսօր, քան ինչ որ էր ասկե 50 տարի առաջ, անշուշտ, բայց կա։ Այսօր երբ որ ես գմնդացեմ իմ մանկությանս մասին, եւ միայն մեկ բան, եկեղեցական երգերը։ Ես այսինքն երբ որ 11-12 տարեկան էի, գոնե 100 հատ եկեղեցական երգ գիտեի։ Գոնե 100 հատ։ Քանի հատ գիտեք։ Եվ այդ ամենը անշուշտ դպրոցներում մեջ է, որ սովորեցնում էին։ Ուրեմն, հայտնության չեմ գիտեր, այնքան ծրագրեր ունիմ, որ չեմ գիտեր, երբ գարկը հասնի, որ հայտնության կիրկը առնեմ եւ մի քիչ մեկնաբանեմ, բայց շատ կցանկանայի։ Ոչ է գլոխը, բզիկ հատված բացատրեմ։ Ես տարբեր ասվածաշունչի բան նոր գդագարանեն տարբեր մասերի մա հիշում եմ, որ աշխատել եմ, ասենք Հակոբոսին համար ծայրեծար թարգմանել եմ, թարգմանել ոչ լեզվու, այլ մեկնաբանել եմ։ Մատթեոսի ավետարանի մեծամասնությունը, Մարկոսի ավետարանեն, Հովհաննեսի ավետարանեն, Ես հիմա բավական ուրիշ գործեր ալքան, որ ցանկանում եմ անել, եւ ինչ որ արեցի ասկե 3-4 տարի առաջ, դա ասացաշունչ 365 օրվա մեջ է, եւ ամեն օր որոշ մասեր դերեդար խոսելով այդ ամենի մասին, ոչ մեկ մասին այնքան մեծ բան չեմ խոսած, բայց այդ ամենը անցիկ ովքեր հետևեցին եւ կանացիկ, որ մեկ դարվա մեջ կարողացան անել, բայց ուրիշներ կան, որ մեկ դարի են շատ ավելի դեվում է, դերևս շարունակում են։ Արմենը, որ մեր հետն է, ինքը չեմ գիտեր հիմա ուր հասած է, որ ինքը նայեցա, բայց պիտի ասեմ, որ մի քանի հազար հոգի կրնալալ 7-8 կամ նույնիսկ 10,000, ինչու չեմ գիտեր, որովհետև այս ամենը նաև ռադիոյով, ռադիոյով ով գլսե, ինչ գլսեն, չենք գիտեր։ Ուրեմն ռադիոյով ալարինք եւ ուրիշ ոդքասթ մկար, որ այդ նոր միջոցով արեցինք եւ բան YouTube-ի միջոցով արեցինք, անցիկ ովքեր հետևեցին, կային անցիկ ովքեր գրեցին եւ ասեցին, որ իրենց կյանքը փոխվեց, իրենց աստվածաշունչի հասկացողությունը ամբողջովին փոխվեց։ Հիմա իմ լսողներիս մեջը ամենաավելի դերյակը որ գամ այդ 365 օրվա մասին, դա էլ մեր Լիլիթն է,
որ ինքն է որ մեզ կմիացնե եւ ցայնակրե մեր հանդիպում այդ ամենի վրա մեկ բոլորին վրա պետք է աշխատեր ինքը բայց մի քանի հոգի եւս ունի իսկ միշտ մենք ուզեի ասել որ այդ լսողներին 93-94% առաքելականներ էին կաթողիկներ շատ քիչ եւ սայնը ավելի առաքելականներից կուկար քան թե կաթողիկները կարևորություն չեն դարձել ասել որ լսած են շատ խոսացի այսօր մասին չպետք է խոսալ որովհետև այսօր շատ ավելի կարևոր է գտնվում ենք մենք մեծ բակի կամ ավելի շատ զատգվա բակի շաբթվան մեջն ենք հիմա եւ ուրբաթ օրը Հիսուսի մահանը ճարճարանքը եւ մահանը որ պիտի հիշենք այսօր գեսորի հետ կա ռադիո Մարիամեն խոսում էի եւ մեկը հարցեր տալիս ասելով որ մեծ բակը ես աշխատեցի գրծածի շապ զոմբահել բաննա բակ պահել բայց մեկ օր չկարողացա եւ բաճարները տալիս էր որ հրավիրված էր եւ չեր գրնար ոչ ասել Իրան ասեցի որ այնքան խիստորեն չպետք է նայինք եւ նաեւ ինչ որ բացատրեցի այն է որ ինչ որ եկեցին սովորեցնում է եղբայրսիրությունը շատ ավելի կարևոր է քան թե ամեն օրենքներին հետևելը կարգ օրենքներ անշուշտ պետք է անպայման իքին ամեն ինչի հետևենք բայց շատ օրենքներ կան մեծամասնություն օրենքներին այն է որ կարիք չունենք այնքան խստորեն որովհետև Սուրբ Պողոս ասում է եթե մեկը միս ուտում է թող ուտե աստծո համար եթե մեկը բանջարեղեն է ուտում թող ուտե աստծո համար եթե մեկը ծոմ պահում է ծոմ թող պահե աստծո համար սա ավելի կարևոր է քան թե ես շաբազանց չղայնանամ եւ իմ անձը եւ ուրիշները տադեմ այդ ուտելու չուտելու մեջ շատ բարի եթե ուրիշ հարց կա պատասխանեմ եթե ոչ ուզեմ խոսիլ խաչի մասին խաչին ասելուց առաջ մեկ երկու կորզնական բան ասեմ թիվ մեկ մեր հանդիպումը Գյումրիում դեղի բյուդենա մայիս ամսվա առաջին ուրբաթ շաբաթ գիրակի օրերը եւ նրանք ովքեր որևէ ճանապարհի ծախս ունեն գալու համար մեզ թող տեղյակ պահեն եթե գուզեք երբ որ հոսեք կուտանք եթե գուզեք կուղարկենք ձեզի գումարը ինչ ծախսոր պիտի լինեք գալու համար մենք պատրաստ ենք այդ գումարը հայտարարելու եւ անշուշտ չենք ուզելու որ որևէ ծախս անեք հոստեղ եղած ժամանակին եւ անշուշտ լավ կլինի որ բոլորը դել որքան որ կարելի է անպայման ներկա լինեք այդ օրերին այդ օրերը իրար ճանչնալու համար է այդ օրերը նաեւ մեր ամբողջ ծրագիրը կուզեմ ավելի բարձրորեն բացատրել եւ կուզեմ ցես կաճառել թե ինչպես դուք պետք է կարողանաք ուրիշներին հրավիրել որ ուրիշները եւս միանան մեզ եւ շատ մեծ թվով
կարողանանք անել։ Եվ ուրեմն սա մեկ։ Երկրորդը մենք, այսպես ասել եմ ասկի առաջ, դասընթացի մի ցև պատրաստում ենք եւ դրա մասին ավելի բացատրություն բիտրվի մայիսի սկիզբը, երբ որ հանդիպենք, եւ կարևոր է որ մենք մտածենք ոչ մեր կրոնակիդության տասը ոչ միայն ինչ որ մենք այս մեկ ժամվա մեջ լսում ենք եւ անամասի մտածում ենք, այլ ընթերցումը։ Եվ ընթերցումը նաեւ պիտի լինի աստվածաշունչեն եւս։ Ուրիշ բաներ ցեզ բիդամ որ ընթերցեք աստվածաշունչին ալբիդի դա։ Ուրեմն մինչեւ ուրբաթ-օրը հույսով էի որ այսօր պիտի կարողանայի, բայց չստացվեց, մինչեւ ուրբաթ-օրը ցեզի պիտի ներկայացնեմ մեր գայքի վրա, ուր կարող եք երթալ եւ գարտալ այդ ինչ որ ես աշխատում եմ բացատրել աստվածաշունչի վերաբերյալ։ Ուրեմն որովհետեւ ուրբաթ-օրը չպիտի հանդիպենք, կուզեմ որ մինչեւ հաջորդ ուրբաթ-օրը այդ ամենը կարդացած լինեք եւ նաեւ ձեր հարցերը քրեք։ Հուսամ ձեզ ամեն մեկը դեր ունի եւ այդ դերին մեջը նշում եմ այդ հարցերը որ ցակում են ձեր մտքին մեջը։ Շատ հարցեր կան որ ցակում են, բայց երկու օր վերջը կամ նույնիսկ մեկ օր հետո կմոռանանք։ Միայն դուք չեք, ամեն մարդ այդպես է։ Այնպես որ լավ կլինի որ քրեք եւ նրանք ովքեր ինձ կսեն որ չէ ես կհիշեմ մի քիչ հասկացելի է, չէ՞։ Նաեւ ցեզ մեպի խնդրեի որ մինչեւ այսօր բաճեմ հաջորդ ուրբաթ ցեզանից ամեն մեկը մտածե եւ չընտրնագեք իրար մտածեք առնվազն 5 աստվածաշունչից նախատասություններ որ ցեզի համար կարևոր է։ Մի նախատասություն որ շատ չափազանց տարածված է բոլոր քրիստոնյա աշխարհով մեկ Հովհաննես 3:16 Աստված այնքան սիրեց աշխարհը, որ ուղարկեց իր միածին որդին, որպեսզի ով որ հավատա չի գործի, այլ ընդունի հավիտենական կյանք։ Մի փոխական ասավորություն որ բանի վրա YouTube-ի վրա շատ հետևողներ ունի, ասում է որ իր աղջնակը 3 տարեկան է եւ այսպիսի 30 նախատասություն անկիրված է աստվածաշունչեն։ 3 տարեկան հիանալի է, չեք կարծել։ Ուրեմն սրա մասին մտածենք եւ մենք անկիր անենք եւ մեր 4 կողմը սկսենք տարածել քանիներին որ կարող ենք բանել որ ամեն մեկը աշխատի եւ այս ամեն անի եւ ամենակարևորը գիտեք Սեպազանին հետ խոսում էի 3 կողմի եւ խոսում էի եւ ասում էի որ ինձ համար ամենակարևորը այն է որ մեզանից յուրաքանչյուրը հանդիպի Հիսուսին։ Եվ որ այսպես կխոսեմ, շատ մարդիկ կարծեն, որ սա փոխական գաղափար է։ Ոչ, փոխական գաղափար չէ սա։ Մեր կյանքը անիմաստ է առանց Հիսուսի, առանց որ Հիսուսին հանդիպենք։ Եվ Հիսուս մեր կյանքի մեջ պետք է իրականություն լինի։ Եվ ոչ թե մի բան որ սովորել ենք կրկին մեջը։
Երբ որ մենք հանդիպենք Հիսուսին եւ կսկսենք ընդունել իր սերը մեզ հանդեպ, այդ ժամանակ մենք կսիրահարվենք եւս, որտեղ ինքը սիրահարված է, մենք կսիրահարվենք եւ կուզենք ամեն ինչ անել իր համար։ Եվ երբ որ մեկը սիրահարված է, սրա մասին միշտ կսիրեմ խոսել երդասարտներին, որ ամուսնացած չեն, երդասարտներին, որ ամուսնացած են, որ երբ որ սիրահարված ես, այլևս չես հաշվել, քինը չես հաշվել, այլ ինչ կարող եմ ես ավելի տալ։ Եթե ոչ, որքան որ ես կուզեմ բարի կնել, ես կուզեմ քրքերի մեջ ճանաչել Հիսուսին, կզզվեմ, կօգնեմ, մինչև որ չհանդիպեմ եւ չսիրահարվեմ։ Եվ խորհուրդները մեզ կօգնեն, որպեսզի մենք եւս սիրահարվենք, որովհետեւ ինքը սիրահարված է։ Շատ խոսելիք կա, նորեն կգրտնեմ, գրավոր արծեզի բանգնեմ, կուտամ այս ամենը մի քանի օրեն, հիմա, կանք խաչին։ Երբ որ տեսնում ենք Հիսուս, որ ընդունում է խաչը, երբ որ կհիշեմ, երբ որ ես խոսեի մորս հետ, մայրս այդպես հասկացած էր, եւ ինչ որ արեցի չգործա իրեն միտքը փոխել, որովհետեւ բավական դարիք ուներ, եւ որ ես սկսա իրեն բացատրել, եւ նաեւ դադիգս չկարողացա իրենց բացատրել, որ Հիսուսի չարչարանքը դերասանություն չէր։ Այո, դերասանություն չէ, բայց իրենք իրենց մտքին մեջ դեղավորված էր, որ Հիսուս գիտեր, թե ինչպես հարություն դառնա։ Ոչ, մարդկայնորեն Հիսուս այդ գիտությունը չուներ։ Եվ հոն ճշմարիտ ամբողջական կատարյալ ընդունելություն կար, վստահություն կար։ Եվ սա է, որ նաև մեզ պահանջվում է։ Կարծեմ բոլորը տեսած եք այդ Ֆավստինայի գոմեն պատրաստված այդ Հիսուսի սրտի պատկերը, եւ դակնալ ինչ է գրվում։ Եթե չունեք, երբ որ կաք մեծ բաննա, մի քիչ մեծիկ նկարներ են, ցեզանից յուրաքանչյուրին գուտամ, նույնիսկ մեկեն ավելի։ Հիսուսիմ, վստահում եմ քեզ։ Ինչու վստահեմ իրեն, որովհետև ինքն էլ վստահում է Հոր Աստծուն։ Ինքը որ այսինքն գույր այո, բայց հավատքով եւ հույսով ինքը հավատաց, ինքը հույս ուներ։ Եվ որովհետև հավատք եւ հույս ուներ, նաեւ սերը ուներ Հոր Աստծուն եւ իր ունեցածը մանկական վստահություն էր։ Այդ ինչ որ մենք կարդում ենք, ապան որ բաբան է, որ մենք կործածենք, մեր երեխաները կործածեն, բաբա։ Այդ վստահությունը, որ երեխան ունի, ինչ որ ուզե թող լինի, եթե ես հիմա ցեզի մի քիչ ժամանակ ունենայի, ցեզի 8-10 տարբեր օրինակներ դամ այդ երեխաների վստահության վերաբերյալ։ Ուրեմն Գեթսեմանի բարձի մեջը, երբ որ արյուն կրդնում է, բաբա, եթե կարելի է թող անցնի ինձ մե, բաբա, բայց ոչ թե իմ կամքս քո կամքը։ Այդ ժամանակ ինքը այդ գիտակցությունը չունի, որ երեք օր վերջը այդ ինչ որ տեղի ունենա, մարդկայնորեն չգիտեր,
բայց որպես ասված, որպես սուպերտան երկրորդ անձը, այսուս դա ուներ։ Եվ սա է, որ մենք պիտի հասկանանք, որ Հիսուսի մեջ կա երկու կամք եւ երկու գիտելիք։ Չխառնենք, չշփոթենք։ Իր մարդկային կամքը եւ իր աստվածային կամքը, բայց եւ այն ուրեմն իր մարդկային կամքը 1000% միացած էր իր աստվածային կամքի հետ, որ ինքը գիտությամբ չէ, որ այդ գիտակցությունը ուներ թե հոր կամքը որն է, այլ իր վստահության մեջն է, որ ինքը գիտեր, որ սա է հոր կամքը, եւ որբեսի ինքը ավելի ապահով լինի, մարդկայնորեն ապահով լինի հոր կամքը, միշտ միության մեջ էր, միշտ գիշերները թողնում էր, գնում աղոթում էր, Աստված է, ինչ աղոթում է, այո, աղոթում է, այսինքն աղոթքը ուրիշ բան չէ, թե ոչ այդ խոսակցությունը, եւ սա է, որ մեզ եւս պահանջվում է, մանավանդ երբ որ մենք Սուրբ Հաղորդությունը ընդունում ենք եւ Հիսուս լինում է մեր մեջը, որքան կարեւոր է, որ մենք խոսենք Հիսուսի հետ, մեր սրտեն խոսենք, բառեր չէ, կարդալ չէ աղոթքներ, այլ մեր սիրտը, մեր կյանքը պատմենք, հոն է, որ մեր վստահությունը Աստծո Հիսուսի վրա կավելանա, վստահում եմ քեզ, ով Հիսուս։ Ավասիկ, Հիսուս գտնվում է Գեցսեմանի բարձում եւ իր բաբայեն խնդրում է, որ եթե կարելի է, то անցնի, բայց եւ ամենից ոչ թե իմ կամքս, այլ քո կամքը։ Վերջերս ամերիկացի մի ասազապան, որ ինքը փոխական էր, փոխական պատվելի էր քանի տարի, բայց հետո ընդրելով գտավ կաթողիկեի գեցու ճշմարտությունը եւ հիմա ինքը քանի քիրք գրած է, քանի տարի է իվեր կաթողիկե համալսարանի մեջը ասոցիացիան դասընթացներ է անցկացնում։ Անունը Սկոտ Հան։ Հնարավոր է, որ ռուսերենով թարգմանված լինի իր քրությունները։ Կաթողիկեին Ռուսաստանի մեջ անպայման հրած պիտի լինի։ Ես անցամ մեկ կերպ հայերենի թարգմանած եմ, որ սա եղած է իրականության մեջը բացառներն մեկը, որ ինքը ավելի պնդրդուկներ արած է եւ հասած է կաթողիկե հավատքին։ Ուրեմն վերջերս հետևում էի ինքը 7 դասախոսություն կրտած YouTube-ն Հիսուսի վերջին 7 խոսքերը խաչին վրա։ Եվ երբ որ խոսում էր այդ Հիսուս, որ ասում է Էլոհի, Էլոհի, լամա սաբակտանի, Աստված ինչու լքեցիր, որ սա 22-րդ կամ 20-րդ գաղումն ինչպես հաշիվ գնես Սամոսերուն թիվերը, այդ Սամոսին սկիզբն է, բայց խնդիրը այդ Սամոսի սկիզբը ոչ թե միայն այդպես առնված է, այլ ամբողջ Սամոսը խոսում է Հիսուսի դարաբանքների մասին, ձեռքերս ոտքերս ծագեցին, եւ գեղեցկությունը, այդ ամենը հոնա Սամոսի մեջ արդեն կա, ուրեմն միայն դերիմ իջու թողեցիր ինձ հոն չէ, այլ ամբողջ մի ապրում որ կա, եւ
ամեն մեկը հիմա ժամանակը չէ դրա մասին անել ասկի առաջ մեկնաբանություն արել եմ ես եւս այդ 7 խոսքերի մասին եւ թարգմանություններ արել եմ ուրիշների դասախոսությունները այսինքն իմ կողս բավական մեծ քանակությամբ քրություններ կան աշխուժ հայերենով որ կարող եմ ծերեդը կամաց կիսվել որբեսի դուք սիրահարվիք Հիսուսին եւ Հիսուսին սիրահարվելով կսիրահարվիք ամեն ինչ որ Հիսուսի հետ կապված է եւ այլևս հաշիվ չեք անել որովհետեւ երբ որ մենք խոսենք եւ խոսենք ժամանակի մասին եւ գսենք որ ժամանակ չունի երբ որ սիրահարված ես ժամանակը քշինես ուրիշ ծև չի գա վիճինես ժամանակը ուրիշ բաներ են դու քեզ բիցերգես որովհետեւ ամեն ինչ որ մենք անում ենք մենք մեզ ուրիշ բաներից ծերգում ենք ինչպես որ այսինքն հիմա որ ինձ լսում եք դուք ձեզ զերգում եք հասարում եք տարբեր բան որ կարող եք անել ուրեմն ժամանակ շինել այդ ձևով է ես պիտի զերգեմ ինքս կադեմ պիտի զերգեմ իմ քունես պիտի զերգեմ սրճելից ուրիշի հետ պիտի զերգեմ այս կամ այդ մի բան պիտի զերգեմ ես ինքս որպեսի մի բան առաջ դանեմ երբ որ քիրն գագուսեմ գարտալ եւ երբ որ ես հարցրել եմ շատ խումբերի հետ խոսել եմ եւ երբ որ հարցնեմ կսիրեք կարդալ այո կգարտակ այո ավելի շատ գուզեի կարդալ այո ինչու՞ չեք կարդալ ժամանակ չի գա սխալ է ոչ թե ժամանակ չի գա ոչ թե առիթ չի գա այլ չունինք այդ մղիչ ուժը մեր մեջ որ անոր ժամանակ դրամատրենք ավելի շատ քան ինչ որ դրամատրում ենք որ կան գեղեցիկ է որ ցեզ ամեն մեկը օրը 2-3 էջ ասասաշուն չեն գարտա անոր մասին նաև հիմա դու կարտացեք մանավանդ նոր կտակարան է կարտացեք հետո ես ցեզի նորեն օրին տարբեր բաներ գուտամ որ կարտակ ինչպես վերադառնանք Հիսուսի խաչին այդ խաչը աշխարհի բոլոր մեղքերն է ամեն տեսակ մեղք որ կարող են երևակայել եւ նույնիսկ մեղքեր որ հիմա չեն կարող երևակայել բացաբակային վիդեոյին Հիսուս այդ ամենը գրեց ինքը իր մեջը ինքը իր վրա վերցրեց եւ այդ ամենը անոր մուրհագը կամեց խաչին սա գեղեցիկ մի արտահայտություն է Սուրբ Պողոսին այդ ամենը ինչ մեղք որ գնաց մնացել այդ ամենը Հիսուս խաչին կամեց եւ հաղթեց մեղքը որովհետեւ Ադամ եւ Եվան իրենց մեղքով եւ մենք մեր ամենաբզիկ եւ ամենամեծ մեղքը որ գործել ենք այդ ամենի մեջը մենք քերի դարձած ենք ստրուկներ ենք եւ մեղքի եւ սատանային եւ մահվան եւ Հիսուս հաղթեց եւ սատանային եւ մեղքին եւ Սուրբ Պողոսը վերջին հաղթանակը մահի հաղթանակն է այ հաղթեց մահին որովհետեւ այլևս մենք չենք մեռնի այսինքն մեր հարաբերությունը Աստծո հետ չի մեռնիր մենք մեղանչում ենք այո այդ ժամանակը որ մահ կա այդ հոգեգան մահ կա բայց եւ այնպես
խոստովանանքի եւ զղջումի միջոցով մենք կարող ենք այդ ամենը վերականգնել, եթե մենք մգրտված ենք։ Եթե մգրտված ենք, ուրեմն մենք ունենք հավիտենական կյանք ունենք մեր մեջը եւ մենք հաղթացենք սատանային։ Մի ֆրանսուհի, որ 1980 կամ 81-ին մահացավ, եւ այս ֆրանսուհին 50 տարի, 50 տարի ոչինչ չեր ուտեր, ոչ ալ գխմեր, բացի սուրբաղորդության։ Եվ այո, կարողացավ ապրել։ Եվ ինքը հաճախ հանդիպում ուներ սատանային հետ։ Եվ ինքը պատմում է իր գրությունների մեջ, որ երբ որ սատանան գուկար, սատանային վրան խնդար։ Դու հաղթված, դու բարդված մեկն ես, կորիր ոստեր, ինչ գործնես։ Մինչև էջացեով, բայց եւ ամենս նաեւ մինչև վերջին օրը իր կյանքին ինքը մարտնչեց սատանային հետ։ Սատանան նույնիսկ ֆիզիկապես իր հետ կրվեց, ինչպես նաեւ Սուրբ Պիո, Պատրե Պիոյի հետ մարտնչեց։ Այո, սատանան չի թողնի, բայց պետք է դրանք, որ Հիսուս հաղթեց եւ իր հաղթանակով մենք եւս կարող ենք հաղթել։ Առանց Հիսուսի մենք զերո ենք։ Սատանան շատ ավելի ուժեղ է, ամեն ձևով ավելի ուժեղ է մեզ։ Միայն Հիսուսն է, որ այդ ամենը կփոխի։ Հիսուսին է, որ պիտի վստահենք եւ շնորհակալություն պիտի հայտնենք իր խաչի համար, որովհետեւ իր խաչով է, որ մեզ բրգեց։ Իր ճարճարանքով է, որ մեզ բրգեց։ Եվ ինչպես գիտեք, գիտեք, Եսայի մարգարեի գրքի մեջ 52-րդ գլխի վերջավորությունը եւ 50-րդ գլուխը սա Եսայի մարգարեն որ գրած է, կարծես տեսայերից ունեցել է տեսնելու Հիսուսի բոլոր դարաբանքը։ Ուրեմն, երբ որ կգարտան կանիգա, կտեսենք Հիսուսին մենք, եւ սա այնքան հստակ է, որ հրյաները, որ Եսայի մարգարեն իրենց մարգարեն է, ինգլագարանի մարգարե է, եւ այդ ամեն կրուտները իրենք կընդունին, բայց եւ այնպես իրենց համար 50-րդ գլուխը չպետք է գարտացվի եւ ոչ մի հրյա իրավունք չունի մեկնաբանելու, բացատրելու այդ գլուխը։ Ամբողջովին արգելված է բոլորին, որովհետեւ չափազանց հստակ է ոչ միայն Հիսուսի չարչարանքը, այլ նաեւ այդ չարչարանքը, որ փրկություն է ապահով։ Այնտեղ գրված է, որ իր հարվածներով, իր վերքերով մենք բուժվեցինք։ Ուրեմն, երբ որ կրտում ենք այդ ամենը եւ տեսնում ենք, որ մեր փրկությունը միայն խոսք չէ, այլ իրապես դարաբանք է եւ ահավոր դարաբանք։ Եվ դարաբանքը կմտածենք ընդհանրապես ֆիզիկական դարաբանքը։ Կանիների հանդիպել են, որ ինձ ասել են, որ Հիսուս մի քանի ժամ դարաբեց եւ մեռավ։ Իմ ցավս դարիները իվեր է։ Չեն կրնալ պարտադել, որովհետեւ Հիսուսի դարաբանքը միայն ֆիզիկական չէր։ Այլ այդ ամեն դարաբանքը, որ ինքը ենթարկվեց, իր աշակերտները որ տղեցին կացին, հուտան մատնեց, Պետրոսը ուրացավ, ժողովուրդը իրեն արամարեց,
Եվ այդ արամարանքը եւ այսինքն երբ որ բանենք ռոմեացիների համար ամենակարևորը այդ մարդուն որ պիտի խաչեին պետք է նսեմացնեին գրծածնին չափ նսեմացնեին եւ Հիսուսն այդպես արեցին եւ երբ որ խաչի վրաներ խաչի վրա լատ չիգար իրենց հացքով ամբողջովին մերգեր ամբողջ եզերքի արարիչը ամեն ինչ իր մով ստեղծվեց եւ իրեն համար ստեղծվեց այդ անհամար աստղերը եւ ամեն ինչ որ կա իրեն համար էր բայց ամասիկ ինքը անզոր խաչված է եւ ինքը իր անզորության մեջն է որ մերը բրգություն ապահովում է իր անզորության մեջն է որ ինքը կարողանում է հաղթել սատանային եւ այդ անզորության մեջն է որ նա մեզ սովորեցնում է թե մենք ինչպես կարող ենք հաղթել մեր հաղթանակը մեր ուժով չէ մեր գիտությամբ չէ եւ այսինքն երբ որ ես ինձ հարց կդամ այդ ամեն գիտելիքները որ ունեմ այսօր 80 տարեկան եմ 80 անց եմ որքան եւս եւ այդ ամենը պիտի ոչնչանա որովհետեւ մեկ անգամ որ ես մտնեմ այդ հաջորդ փուլը հավիտենականությունը մտնեմ ամբողջությամբ այլևս ասկետությունները խաղալիք են ասում բամը չեն պիտի ունեմ ընդանուր գիտելիքներ բայց նաեւ փունը գիտելիքը չէ փունը սերն է այսինքն նորեն իմ սիրտս պիտի բացվի պիտի պատրվի որ ես կարողանամ ավելի եւ ավելի ընդունել այդ ծեր որ Հիսուս ունի ինձ համար եւ որքան ավելի ես պիտի ընդունեմ իր սերը այնքան ավելի ես պիտի կարողանամ իրեն սիրել եւ աշխարհքիս վրա իրեն սիրել կնշանակի սիրել եղբայրներս եւ քույրերս երբ որ գնայım իմ կյանքը եւ իմ կյանքի իմաստը ես հիմա գտնվում եմ Հայաստանում ես թողել եմ Ավստրալիա որոնց իմ կյանքս ամբողջովին դարբեր է եկել ինչու որովհետեւ մեր ժողովրդին կարողանամ մի քիչ դալ հնարավորությունը որ ավելի ճանաչեն թե որքան Հիսուս ձեզանից ամեն մեկուն սիրում է ես ուրիշ կյանքի նպատակ չունիմ ոչ մեկ բանի կարիք չունիմ սրբազանին որ խոսում է նորեն իրեն ասում է ես ոչ տրամի կարիք ունիմ ոչ պաշտոնի կարիք ունիմ ոչ մեկ բանի կարիք չունիմ միայն կարողանամ Հիսուսը կարոզել եւ սա է որ նաեւ կարտանք բուն մեծերը սկսելով Սուրբ Պողոսը Երուսաղեմ կարոզելն է եւ ինքը ասում է ես կուզեմ կարոզել միայն մեկ բան խաչալ Հիսուս այնքան աստված էր խաչը եւ խաչելությունը Սուրբ Պողոսի վրա բայց ինչու այնքան աստված էր ուրեմն շատ մեղաբաններ ասում են որ ինքը Հիսուսին չեր տեսած երբ որ Հիսուս աշխարհի վրա կապրեր Հիսուսին տեսավ հարությունից հետո բայց ինչ է որ տեսավ ուրեմն ինչ որ առաքյալները տեսան ինչ որ Թոմասը տեսավ Թոմասը երբ որ տեսավ Հիսուսին չասավ իրեն արի մատը թիր կամին դեղը ցերկդ խոտե կողիս մեջը եւ հավատա անհավատ մի եղեք Հովանեսի ավետարանի մեջ էր դա, այո, ես այս վերջի 2 օր առաջ եմ կարտատել, մի օր առաջ եմ կարտատել, այո, սա է ուրեմն Պողոսը տեսավ
հարուցյալը եւ տեսա որ այդ ամեն վերքերը որ ինքը ունի այդ ամեն դարաբանկը այլևս չափազանց գեղեցիկ ձևով զարդարանք են Հիսուսի մարմնի մեջ եւ անոր համար ինչ որ ինքը դարաբում էր իր հոգը չէր որովհետեւ ավելի շատ որ պիտի դարաբեր այդ ամենը իրեն ավելի եւ ավելի պիտի դար կոհարներ իր հարուցյալ մարմնի մեջ այդ ամենը կոհարներ պիտի լինեն մեզ հետ անոր համար ինքը գսե ուրիշ բան չեմ ուզել կարոզել խաչյալ Քրիստոսը աշխարհի բոլոր արժեքները ինձի համար ոչինչություն է ինձ համար բոլոր այդ ինչ որ գա աշխարհի մեջ որպես արժեքներ բաներ այդ նաև այդ ոչինչությունը որ ասում է իրականության մեջ բառը որ օգտագործվում է շատ ավելի ինչպես է գեղդ մարդկային գեղդ համարում է զորավոր չափազանց զորավոր մի բառ է որ գործածում է ամեն ինչ ինձ համար այլևս ոչինչ իրեն համար կարևոր չէ Երանի մենք անոր արեն մեկ ունենային բայց ինչու չէ ինչու չաշխատենք այդ ուղղությամբ եւ թողնենք որ Հիսուս ինքը մեզ բարձրացնե մեզ դա այդ ամենը լավ եթե հարցումներ ունեք հարցումներ չկան լավ նորեն գրկնեմ խնդրում եմ ձեզանից յուրաքանչյուրը 5 նախադասություն Աստվածաշունչեն նոր գդակարան կամ 5 գդակարան ինչպես որ գուզեք 5 նախադասություն կրեք ձեր կողը եւ հետո ձեզի գսեմ ինչ պիտենեք այդ 5 նախադասությունները սա 1 2 մեկ երկուորեն ձեզի գդամ մի կրկի տարկմանության նախապանը եւ առաջին գլուխը սա վերնակիրը քայլելով Աստծո հետ ուրեմն սա կխնդրեմ որ կարդաք եւ այդ հարցումներ ունեք գրեք որ եւ որ մեր հանդիպումները լինի ես շատ ավելի քիչ կուզեմ խոսել որպես մեկնաբանություն այլ ավելի կսիրեմ պատասխանել ձեր հարցերին եւ գուզեմ ձեր ցայնը լսել ձեզ ամեն մեկին ցայնը գուզեմ լսել ձեր հարցումները ձեր մտածածը ասամենի մասին ինչ կմտածեք ինչ կսեք մեկ ժամվա դեր եթե 3 ժամ նստիմ ես չեմ զրանա կուզեմ լսել ձեզ երկխոսություն պետք է լինի քան թե միայն ես ձեզի խոսիմ որքան որ ինձ կսեք որ բարձ է խոսածս այո բայց նաև կուզեմ առաջարկել բայց սա պիտի լինի մեր հանդիպումեն մայիսի հանդիպումեն հետը որ անոնք որ կցանկանան եթե 7-8 հոգի ունենանք որ եւ նույնիսկ անցիկ որ ասխումպեն արչեն եթե կարողանանք 7-8 հոգի ունենալ եւ առնենք Աստվածաշունչի մի գիրք նոր գդակարանը 5 գդակարանը մի գիրք առնենք եւ սկսենք ուսումնասիրել այդ իմաստով որ կգարտանք եւ հետո ցեզմե ամեն մեկը այսինքն երբ որ գսենք որ այս գլխի 6-րդ գլուխն է կամ 7-րդ գլուխն է որ հասել ենք այդ գլուխը կգարտակ եւ
Եվ որ կանտիպինք, ամեն մեկը իր գաղափարը, իր հասկացածը գսե, եւ եթե հարկ կա, կանան, ես կամ ուրիշ կանայր, եթե լինի, ինքը իր խոսքն ալգսե, բայց պոնը այլևս նստիր եւ մեկնաբանել չէ։ Դուք եք որ պիտի ասեք ծեր կյանքի մեջ, ծեր արարողայի մեջը ինչպես այդ ամենը ազդում է ծեր կյանքին մեջ։ Okay, սա նաեւ մի բան, ուրեմն 5 նախադասություններ կարտալ Աստվածաշունչի մասին քերկա եւ նաեւ ցեզ պիտի աշխատիմ ներկայացնել մեր դասընթացի ծավը, այս կնալար որ դա լինի երկու շաբաթ հետո, որովհետեւ ինչպես ասեցի, հիմա ուրբաթ օրը չունենք, երեքշաբթի օրը եւս չունենք, որովհետեւ սրբազանին կովը ընտրիքի հրավիրված ենք, ուրեմն մեր հաջորդ անտիբոմը պիտի լինի ուրբաթ օրը, ոչ այս ուրբաթ, այլ հաջորդ ուրբաթ եւ անգեդո երեքշաբթի օրը։ Եվ այդ երեքշաբթի օրը ուզեմ ցեզ ներկայացնել մեր կրոնակիդության բանը սխեման։ Okay, հիմա նորեն հարցում ունեք։ Եթե հարցում չկա, ուրեմն Ես ունեմ հարց Հայր Անտոն, եթե կարելի է։ Ես միշտ պատրաստ եմ։ Այդ 5 նախադասությունները, որ պետք է վերցնենք, մենք պետք է պատմենք, ասենք ինչի մասին է, թե պետք է հարցնենք այդ նախադասությունների վերաբերյալ, մի քիչ չհասկացա։ Ասեցի ցես, որ այս բաբան հայրը խոսում է իր 3 տարվա աղջնակի մասին, որ 30 նախադասություն գիտե, Աստվածաշունչեն անկիր։ Որովհետև երբ որ այս նախադասությունները կսորվին, անկիր գնենք, սա մեր կյանքի մեջ կգործածենք ամեն ձևով։ Երբ որ կառնենք 20-րդ Սաղմոսը դերն է իմ հովիվը։ Այս նախադասության շարունակությունը գիտեք։ Ով գրնասել։ Ումից պետք է ես վախենամ։ Տերն է իմ հովիվը, ումից պետք է ես վախենամ։ Այդպես է։ Արդյոք ոչ մեկը բամաչի Չէ, դա Տերն է Չի լսում, իմ ասածս չի լսում։ Տերն է իմ լույսը եւ իմ փրկությունը, ես ումից պիտի վախենամ, Տերն է իմ կյանքի զորությունը։ Այդ Սաղմոսից է։ Սաղմոսը չէ, բայց 20-րդ Սաղմոսը, որ դերը իմ հովիվս է, ինչի կարող պիտի ունենամ ես։ Որովհետև ամբողջ Սաղմոսը այդ նյութի մասին է, որ ես կրնամ ամբողջությամբ ապավինել այդ ամեն ինչ որ Աստված պիտի անե ինձ։ Ուրեմն մույս նախադասությունը, որ ինչից պիտի վախենամ, դա է, նայեք, Սաղմոսներու մեջ նայեք եւ Սաղմոսներու նաեւ 51-րդ 50-րդ կամ 51-րդ գաղումն ինչպես հաշիվ գնեն 51-րդ Սաղմոսը, որ գսկսի ողորմի է Աստված։ Ինչպես կշարունակես։ Քո մեծ ողորմությամբ ողորմի ինձ Աստված։ Ես բանկրապարը գիտեմ, ողորմի է Աստված, ըստ մեծի ողորմության քո Սպազում գտության քո քավիազանությունս ինձ մեն գիտեմ։ Իմ անունս է։ Okay, երբ որ
մենք գտնվում ենք տարբեր վիճակների մեջ, երբ որ այս դողերը գիտենք, եթե ցեզ ամեն մեկը 152 դող գիտե, անկիր գիտենա, եւ մի սեկոյ չկրնասովիլ կարող եք սորվել եւ իրար պիտի օգնենք, որ որորսել տարբեր դողեր առնենք, կարևոր չէ, եթե մեկ երկու հատ կա, որ նույնը գրեք, բոլորը բան չէ, բայց վերցածվի շատ տարբեր բաներ գրենք, բայց իրար մե չընտորինակեք, մի գրեք, ես ձեզ վերջի գսեմ, թե ինչպես բան բիդնենք, որպեսի բան չլա, ընտորինակություն չլա։ Ուրեմն, սա է, որ պիտի աշխատենք, մտածենք, որովհետև գիտեք, դուք շատ դողեր կա, որ գիտեք Աստվածաշունչի մեջ, նաև մեկ մասը քրապար է, որովհետև բادرակի աղոթներից է։ Գիտեք անոնք ամենը։ Մի քիչ պիտի մտածեք։ Եվ նաև լավ կլինի, որ եթե քրապար է, աշխարհապարը փնտրեք։ Ճիշտ ասած, ինձ շատ դուր եկավ այս միտքը։ Մի բան հարցնեմ ես, իսկ պետք է հիշենք այդ տողերը ու հիշենք, ասենք ինչպես որ դուք ասեցիք, Հովանեսի 3:13 թվով ու գլուխով պետք է 16-ի, 3:16 պետք է գլուխով ու թվով հիշենք։ Տեսեք, եթե կարողանանք հիշել, որտեղ են առնված եմ, անշուշտ շատ ավելի լավ է։ Այսինքն, երբ որ ես կմտածեմ, որ միայն Աստվածս մեծի ողորմության կողմից բազում կդության կողմ կավի անօրենությունս եմ, սա մի բան է, որ միտքս մեջ միշտ կուկա, բայց չեմ մտածել, որ մեկ Սամոս եկամ, ինչ է, ինչ չէ։ Սամոսների մեջ չափազանց գեղեցիկ դողեր կան, եւ շատ դողեր կա, որ իմ միտքս կան, եւ ես նաև ձեզ ասեմ, որ ես ավելի շատ սաղմոսները անգլերենով գաղութեմ, որովհետև ացևով մեծացել եմ, եւ ուրեմն միշտ մտքիս մեջն են, որովհետև մեզանից յուրաքանչյուրի բանը հիշողությունը գախում ունի, ես ինչ կտնեմ իմ հիշողությանս մեջը, այդ ամենը ինչ որ սերիալները գտիդեմ, անով է, որ լեցվում եմ միտքս, եթե սերիալներ եմ դիտում, բայց եթե ես Աստվածաշունչի էջերը կարդում եմ եւ հաճախ կարդում եմ, այդ տեսակ բաներ, պատկերներ կունենամ իմ մտքիս մեջը, եւ անոնք են, որ իմ օրս եւ մտածելակերպս իրենք են, որ կշինեն, եւ եթե մենք կարողանանք սա սովորեցնել երեխաներին, մեր ընտանիքի զավակներին սկսելով, եւ հետո նաեւ երբ որ կրոնակիդության դասընթաց կլինի, երեխաները կուքան ուրիշ ընտանիքներեն իրենց ասորվեցնել, սա կրոնակիդության առաջին քայլերն են։ Ողքականները շատ բան գնեն։ Երբ որ ես 15-16 տարեկան էի, Մատթեոսի ավետարանի քանի գլուխները ֆրանսերենով անկիր արել էի։ Բայց վերջի չգործածեցի եւ մոռացա։ Okay, ուրիշ հարց։ Մի սպասեք, որ ուրիշ հարց տա, դուք տվեք։ Նա, եթե չի գա, նավակույն մաղթանքներս, որ սուրբ օրեր լինեն, կալիք օրերը, եւ սատկեն հետո է, որ նորեն գանտիպինք։ Գանտիպինք կրությունով բանով, մինչև այդ ժամանակ, բայց այս մեր զումով անտիպումը սատիկեն հետո է։ Աստծո օրհնությունը ձեզանից յուրաքանչյուրի հետ լինի։
Եվ լավ մտածեք, լավ խոստովանանք եղեք զալպապ այս օրերին երեգանության մեջ լավակույն օրերը չեն այս օրերը խոստովանանքի համար, որովհետև այնքան անցիկ կան, որ կցանկանան խոստովանել, բավական կանոններ չունենք։ Բայց եւ այնպես շաբաթ կամ կալ շաբաթ արիթը կդեք խոստովանանքի համար, բայց խոստովանանքեն առաջ լավ խղճիկնություն։ Շատ բարի, բարի գիշեր, Աստված լինի մեզ բոլորի հետ։ Շնորհակալություն, Բարի գիշեր։ բարի գիշեր։ Բարի գիշեր։ Բարի գիշեր։